2025 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ է մտել Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքը։ Ըստ այդմ փաստաբանները հարկադրված են լինելու գործել հարկման ընդհանուր համակարգում։ Մատուցվող փաստաբանական ծառայությունների համար լրացուցիչ կիրառվելու է 20% ավելացված արժեքի հարկ։ Դրանից զատ վճարվելու է նաեւ շահութահարկ 18%։ Դա բացարձակապես ֆինանսական ուղղվածություն է ունեցել առանց հաշվի առնելու, թե օրենքը ինչ ազդեցություն կունենա դատանի մատչելիության, արտադատության մատչելիության վրա։ Հիմնականում անապահով քաղաքացիների անապահով խավը կտուժի, որքանով են լսելի հասարակության եւ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների առաջարկությունները ձայնը, այստեղ մենք ունենք լրջագույն խնդիրներ։ Լսելի չէր ոչ միայն քաղաքասարակության, այլև մի շարք գերատեսչությունների ձայնը։ Նախագծի վերաբերյալ դիրքորոշում էր հայտնել մարդու իրավունքների պաշտպանը։ Օրենքի նախագծին առարկություններ ունեին նաև Փաստաբանների պալատը, Արդարադատության նախարարությունը, Քաղաքասարակությունը։ Որքանով ես գիտեմ, որևէ քննարկում չի կազմակերպվել, մասնակցություն չի ապահովել, լայն իրազեկում հանրային չի իրականացվել։ Օրենսդրությունը նախատեսում է հանրային քննարկումներ, բայց մեր դեպքում այդ հանրային քննարկումը սահմանափակվում է բացառապես իրավական տեղեկատվական համակարգում, որը e-draft-ն է, դրվում է e-draft-ում եւ եթե կազմակերպությունները ներկայացնում են առաջարկություններ, դրա լրամշակված տարբերակը մենք այլևս չենք տեսնում, արդեն տեսնում ենք կառավարությունում քննարկման ժամանակ, եթե ընդունվում է, հետո ազգային ժողովում։ Եվ որևէ այս փուլում կարծիք հարցնելու հնարավորություն կամ քննարկման հնարավորություն շատ դեպքերում չենք ունենում։ E-draft համակարգում կարծիքներ ու դիտարկումներ անելու սահմանափակումներ չկան, սակայն դրանք հաշվի չառնելու համար կառավարությունը ունի հիմնավորումներ։ Տրամաբանական է, որ ոչ բոլոր կարծիքներն են, որ կարող են ընդունելի համարվել նախագիծը մշակողի կողմից։ Դա կարա պայմանավորված լինի հիմնականում եւ մեծամասամբ մասնագիտական մոտեցումներով հարցի կապակցությամբ, այսինքն մենք սիրում ենք իրավաբաններով ասել, ինչքան իրավաբան այնքան կարծիք եւ փորձելով դա բալանսավորել իրականում միշտ փորձում ենք ողջամիտ առաջարկներ ընդունել։ Դատական եւ իրավական բարեփոխումների 2022-ից 2026 թվականների ռազմավարությունը որպես առաջնահերթություն է սահմանել արդարադատության մատչելիությունը։ Դատական ծառայություններից օգտվողների համար արդարադատության մատչելիության ամենամեծ արգելքը ըստ Համաշխարհային բանկի 2023 թվականի զեկույցի դատական ծախսերն են։ Հայաստանում դատական ծախսերն ու փաստաբանական վճարները ըստ նույն զեկույցի ավելի բարձր են, քան տարածաշրջանի այլ երկրներում։ Դու ամեն ինչն է թանկացել, մենակ է թանկացել, ինչի՞ց են գում։ Դատարանների հետ առողջություն չեմ ունեցել։ Առողջություն կարող եք չունենալ, ուղղակի որ մարդկանց վիճակը բարդացնում է, այսինքն դուք չունեք, բայց ես ունեմ, մյուսը ունի։ Հա։ Հնարավոր է, որ վաղընել ես ունենամ։ Բացառված չէ։ Կկարողանաք դիմել, Չէ, իհարկե։ Իհարկե, չէ։ Չեք կարողանա դիմել դատան։ Ինչի՞։ Որովհետև ֆինանս չունեմ, հիմա ֆինանսի հետ ամեն ինչ կապված։ Փաստաբանների։ Փաստաբաններն ինչ գներ են ուզում, դուք լավ գիտեք։ Ինչ գների հետ գործ ունեն։ Տենց որ սովորական ժողովրդի համար դա շատ դժվար գործ է, որ դիմեն դատարան ու շահեն մարդիկ։ Սովորական այսքան տարիք ունեմ ես ու չեմ տեսել, չեմ լսել, որ մի հատ սովորական մարդի մի դատարան ու այդ դատը շահի։ Դες բան չեմ լսել։ Ինչ հետևանքներ կունենան հարկային օրենսգրքի փոփոխությունները փաստաբանների ու նրանց ծառայություններից օգտվող քաղաքացիների համար։ Սա բերելու է սոցիալական լրջագույն անարդարության։ Ես խոսում եմ միայն քրեականի մասին, բայց սա բերելու է վարչական հարաբերություններում խնդիրների, միջանձնային հարաբերություններում խնդիրների, դեռ շատ դեպքերում անձինք պետք է վճարեն, որ դատանում իրենց թեկուզ միջանձնային ընտանեկան եւ այլ հարաբերությունների հարցերը լուծեն, բայց շատերը չեն ունենալու այդ հնարավորությունը։ Դատարան դիմես, երկա փող ես տալիս, ոչ մեկ հնարավորություն սովորական մարդիկ։ Պետությունը ունի պատասխան։ Սոցիալապես անապահով խավերի իրավունքների անվճար պաշտպանությունն իրականացնում է հանրային պաշտպանի գրասենյակը։ Այն հանգամանք, որ հարկային բեռն է ավելացում փաստաբանի,
ուղղակիորեն չի կարող հանգեցնել հանրային պաշտպանի գրասենյակի ծանրաբեռնվածության ավելացման, որովհետև գրասենյակը օրենսդրորեն պարտավորված է ընդունել եւ վարել միայն այնպիսի փաստաբանական գործեր, որոնք որ կհամապատասխանեն իր մանդատին։ Պետության լավատեսությունը, թե հանրային պաշտպանի գրասենյակի աշխատանքը չի տուժի փաստաբանական ծառայությունների թանկացմանը զուգահեռ, փաստաբանները չեն կիսում։ Հանրային պաշտպանի գրասենյակի կողմից տրամադրվող իրավաբանական աջակցությունը սահմանափակ անձանց է հասանելի, լավ, եւ հաշվի առնելով անվճարունակությունը անձանց, բարձրանալու է նաեւ հանրային պաշտպանի գրասենյակի ծանրաբեռնվածությունը, նրանք արդեն իսկ գեր ծանրաբեռնված են աշխատում։ Քաղաքացիները, որոնք անմիջականորեն կրում են ցանկացած թանկացման, այս դեպքում նաև փաստաբանական ծառայությունների թանկացման բեռը, հրապարակային կարծիք հայտնել չեն ցանկանում։ Կադրից դուրս ասելով, թե իրենց ձայնը միևնույն է տեղ չի հասնում, իսկ կադրում արդեն հեգնում են։ Դուք դիմեք լուրջ մարդկանց, մենք անլուրջ մարդիկ ենք։ Իրավունքից զուրկ եք, ամեն մեկը ձեր իրավունքը տալիս եք ուրիշին, ասում եք դուք արեք, բայց ով պետք է ձեր տեղը անի։ Եվ պետությունը տապալում է այստեղ նաև իր պաշտպանություն տրամադրելու պարտավորության հնարավորությունը եւ այդ պարտավորությունն է տապալում։ Այսինքն մենք մի կողմից հարկային բեռը բարձրացնում ենք, չենք նախատեսում անվճար իրավաբանական աջակցություն, որովհետեւ հարկվում է նաեւ անվճար իրավաբանական աջակցությունը այդ նախագծով փաստաբանների կողմից տրամադրվող հետևանքները արդեն սկսում ենք զգալ, առաջերտին ծանրաբեռնվածությունն է աճում, որովհետեւ փաստաբանը արդեն ավելի շատ հարկեր պետք է վճարի։ Բնականաբար ուղղահայաց կերպով, համատական կերպով փաստաբանը չի կարող իր ծառայությունների գինը մեծացնել, որովհետև ենթադրենք, եթե 250%-ով հարկային բեռը, կոնկրետ չգիտեմ քանի տոկոս է, բայց մի քանի անգամ մեծացել է, դա չի նշանակում, որ փաստաբանն էլ հենց ուղիղ համատական կարող է իր ծառայությունների գինը մեծացնել, որովհետև մարդիկ ուղղակի հնարավորություն չեն նավճել։ Ստիպված փաստաբանը պետք է իր ավելի շատ ռեսուրս ծախսի, դա նշանակում է ժամանակային ռեսուրս պետք է ծախսի, այսինքն ավելի շուտ պետք է գա աշխատանքի, ավելի ուշ գնա, ավելի շատ գործեր վերցնի, որպեսզի կարողանա հասցնել այն բացը, այն նվազեցումը, որ տեղի ունենալու, լրացնել իր աշխատաժամերի հաշվին։ Բնականաբար որոշակի չափով նաև մտածել է փոփոխություն մտցնել իր աշխատանքային ծրագրերում, մասնավորապես որոշակի 10 կամ 15% եթե պրոբոնո ծառայություններ մատուցում, դրանց մի որոշ մասն էլ կսահմանափակի, չեմ ասում ամբողջը, բայց որոշ մասն էլ կսահմանա։ Դա դեռ մայրաքաղաքում աշխատող փաստաբանները, որտեղ գումարային հոսքերը ավելի աշխուժ են, ավելի մեծ են, մինչդեռ ռեգիոններում, մարզերում բնականաբար այնտեղ շատ ավելի ազդեցությունը վատ կլինի։ Քաղաքացիների համար հասկանալի չէ, ինչու պետք է իրենց դատական ծախսերն ավելանան։ Դատարանը այդ սախ կառավարությունը ումով է ապրում, մեզ նոր չէ, նույնն էլ դատարանը, բայց դատարան ես ինչի պիտի փող տամ, ես հարկ եմ ուզում այդ դատարանի համար, չէ, հարկեր տալիս եք, դուք տալիս եք հարկեր, տալիս եք, չէ, բայց դատարանը այդ փողերով է ապրում, այդ փողերը պետք է աշխատի ինքը պետք է իմ իրավունքները պաշտպանի, որ ես հարկ տամ։ Չի անում։ Դուք հարկը ես տալիս եմ, բայց գնում եմ դատարան նորից փող է ուզում։ Էսի աբսուրդի վարիանտ է, աբսուրդի ազգում է, աբսուրդ։ Հարկային օրենսգրքի փաստաբանությանը վերաբերող խնդրահարույց դրույթների սահմանադրականության վիճարկման վերաբերյալ դիմումը, որ ներկայացրել էին ազգային ժողովի ընդդիմադիր 31 падգամավոր, փետրվարի 21-ին սահմանադրական դատարանի կողմից ընդունվել է քննության։ Մենք չգիտենք սահմանադրական դատարանի որոշումը ինչպեսին կլինի։ Ամենայն հավանականությամբ դատանը կորոշի, որ այստեղ օրենքի սահմանադրակացության հարց չկա, այլ կիրառման հետ կապված հարց է, որի մասին կառավարությունը պետք է մտածի։ Բայց բոլոր դեպքերում առանց որևէ լուրջ հետազոտության, չէ որ խոսքը չի վերաբերում 5 կամ 10 կամ 15% հարկերը բարձրացնելու, խոսքը վերաբերում մի քանի 100%-ով, այսինքն մոտավորապես 2-2.5 արդեն կախված թե ինչ ծախսեր ցույց տան, անգամ հարկերը բարձրացնելուն, առանց հետազոտելու թե քաղաքացիների մի ստվար զանգված արդյոք կզրկվի դատարան դիմելու հնարավորությունից թե ոչ, անթույլատրելի էր նման օրենք ընդունելը։ Դատական եւ իրավական բարեփոխումների 2022-ից 2026 թվականների ռազմավարությունը արձանագրում է փաստաբանական համակարգի բարելավման անհրաժեշտությունը եւ այդ ուղղությամբ ձեռնարկելիք քայլերը, ընդգծելով այս ոլորտի կարեւորությունը մարդու իրավունքների պատշաճ ապահովման եւ պաշտպանության տեսանկյունից։
Սա թղթի վրա։ Իսկ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, որոնց իրավունքների պաշտպանությանն են ուղղված զանազան ռազմավարություններ ու օրենքներ, շարունակում են իրենց պաշտպանված չզգալ։ Արդարություն չկա արդարությունը նրանց համար է, որ լիքը փող ունի ու գրկում է։ Դրանց համար է, մեր համար չի, հասարակ ժողովրդի համար չի։ Ինչ արդարություն։